Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարի երեկո, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Ռուսաստանը ուղիղ խառնվում է մեր ընտրական գործընթացներին։ Նրանք ասում են մենք մեր ուժերը ունենք այդտեղ, ուշադիր հետևում են, լոբինգ են անում, սպառում են տնտեսական Դրանից հետո խոսում են տնտեսական հնարավորությունների մասին, որ կսահմանափակվի, եթե այսպես, եթե այնպես, այսինքն ուղղակի ուղիղ միջամտություն է մեր ընտրական գործընթացներին։ Արձագանք չկա։ 2021 թվականից Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է, անձամբ։ Եվ որևէ հերքում չի եղել։ Եվ չի լինելու, արձագանքել մի սպասեք, եւ Չէ, բայց կարան ասել, մենք ռուսամետ չենք, հայամետ ենք եւ այլն, հասարակությանն է մնում, որպեսզի կարողանա ուրեմն հստակ առաջիկա ընտրություններով նաեւ իր վերաբերմունքը հայտնել, որտեղ մենք չենք պատկերացնում, որ իշխանության 1/3-ը եւս իշխանություն է։ Իշխանության ընդդիմադիր հատվածն է եւ ըստ էության մենք այդ 1/3-ը վստահում ենք ուժերի եւ կուսակցությունների, որոնց նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունի Ռուսաստանը։ Առնվազն Պուտինը հայտարարում է ռուսամետ ուժեր է որակում Օլվերչուկը երկրորդում ասում է ռուս Զախարովան ասում է օլիգարխի կուսակցությունը ռուս բիզնեսմենի կոնկրետ քաղաքացիության մասին Պուտինն է անձամբ ակնարկում։ Սա նշանակում է մի շատ դաժան իրողություն։ Այն իմաստով, որ մենք վերջին տարիներին շատ ենք խոսում սուվերենության մասին, ինքնիշխանության մասին, չափազանց կարևոր է, որ երկրի իշխանությունը լինի սուվերեն։ Բայց կրկնակի կարևոր է, որպեսզի ընդդիմությունը եւս սուվերեն լինի։ Հայաստանի ընդդիմությունը խորհրդարանում գոնե տեղ գտած եւ նրանք, ովքեր այս պահին այդ սեգմենտը, այդ շրջանակը, ովքեր ձգտում են խորհրդարանում տեղ գտնել, իրենք սուվերեն չեն։ Իրենք շատ կոնկրետ Պուտինի մարդիկ են եւ Պուտինին ենթակա քաղաքական սուբյեկտներ։ Այն Պուտինի, որը հեղինակել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մի փաստաթուղթ, որը Հայաստանի պետականությունը չեղարկման մասին էր։ Այն Պուտինի, որի պաշտպանության նախարարը ասում էր Ղարաբաղում փայլուն օպերացիա իրականացնելու մասին։ Այն Պուտինի, որը հիմա ամոթից գետինն է մտնում, երբ որ Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանում որևէ բան է հիշատակվում եւ կոնկրետ հղում է արվում Ռուսաստանին, տեսեք Պեսկովի մակարդակով հայտարարվում է, որ սրանից հետո որ Ղարաբաղի մասին խոսեք, հղում մի արեք Ռուսաստանին, որովհետև հասկանում եք, չէ, իրենք այդտեղ հարմար դիրքերում չեն։ Ու այս իմաստով իհարկե մենք շատ լուրջ անելիք ունենք, այս ամենը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է։ Այսինքն բանությունը սա է, որ եթե ռուսները ասում են, որ դուք ռուսամետ ուժ եք եւ ակնհայտ առաջին դեմքով լոբինգ են անում, սա նշանակում է, որ նրանք նախ եւ առաջ պաշտպանում են Ռուսաստանի շահերը։ Այդպես է դուրս գալիս։ Իրենք ուրիշ պաշտպանելու շահ չունեն, բացի Պուտինի անձնական։ Դե հիմա ասում են Ռուսաստան հասկանում են մի նույնականացրեք, բայց ասենք այդպես, այո։ Իրենք Պուտինին են ներկայացնում այս քաղաքական միջավայրում եւ պատրաստվում են Պուտինին ներկայացնել խորհրդարանում տեղ գտնելու պարագայում։ Իրենք ուրիշ պարտականություն չունեն։ Շատ լավ։ Հիմա իրանք էլ ասում են, գիտեք, դուք ասացիք այս Պուտինին, այն Պուտինին վատ կողմերով։ Մենք էլ ներկայացնում ենք այն Պուտինին, որը գազը մեզ տալիս այժմ։ Այն Պուտինին, որը մեզ ատոմային էներգետիկա է տալիս։ Այն Պուտինին, որը սարքել է այնպիսի երկիր, որ Հայաստանը իր ապրանքները արտահանում է Ռուսաստան, տնտեսությունը զարգանում է, աշխատում է, այստեղ ծրագրեր է անում ձեր իշխանությունը։ Այն Պուտինին, որը Ղարաբաղի հարցը չէր փակե բաց էր թողել ակնկալելով, որ մի օր մի բան կլինի եւ հետ կբերենք։ Այսինքն
Վատը չի Պուտին։ Դե եկեք հերթով գնանք։ Այդ Պուտինին։ Փաշինյանը հայտարարեց, որ եթե այս ուժերը ընտրվեն, սեպտեմբերին պատերազմ։ Պատասխանը եղավ տնտեսական պատերազմ։ Ռուսաստանը ըստ էության հայտարարեց, որ եթե այս ուժերը չեն ընտրվում, կլինի տնտեսական պատերազմ։ Հիմա էլ բաց տեքստով ինչ է ասվում, հանձնեք պետությունը, թե չէ գազը կթանկացնենք։ Որտեւ իրականում Պուտինի ուզածը ինչ է։ Հայաստանին զրկել պետականությունից։ Հանձնվեք։ Սա է։ Եվ վերջի օրերի գազի վերաբերյալ դա հայ ժողովրդի ընտրությունն է։ Լինել արևմտամետ, թե չլինել հայ ժողովրդի։ Իր իրավունքն է ասել, որ եթե դուք գնում եք արևմուտք, գնացեք գազը առեք արևմտյան գնալու։ Այո, իրավունքն է դրան պատասխանել։ Եվ ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կպատասխանի։ Ազնիվ չի նրանով, որ նախ $177 չի գազը։ Հայաստանի սպառողը շատ ինքը տալիս այդքանով ինքը իր տվածի գործն տերն է։ Չէ, այդ իր անկերությունն է Հայաստանում։ Իրենք մի գրպանից դնում են մյուս գրպանը, մեզ $400 է հասնում։ Ոչ մի բան էժան չի Հայաստանի համար։ Բայց դրան չգնանք, հա։ Ես կոնկրետ խնդիրը հետեւյալում է, որ ռուսները եւ Ռուսաստանի այստեղի էմիսարները մեզ սպառնում են ռուսական գազը թանկացնելով, այսինքն իրականում մեզ ավելի լավ բան առաջարկելու չունեն, միայն սպառնալիքներ են, հա։ Մեզ սպառնում են, որ հայկական ատոմակայանը եթե չհանձնենք ռուսներին նոր ատոմակայան կառուցելու այդ նախագիծը, իրենք չեն երկարաձգի գործող ատոմակայանի ուրեմն գործողության ժամկետը մինչև 2036 թվական։ Այսինքն մենք միայն սպառնալիքների հետ գործ ունենք։ Ապրանքները չեն գնա։ Այո, ապրանքները չեն գնա։ Իրանց ֆիտոսանիտարիան կգտնի որթեր մեր լոկ։ Եվ սրա հիմնական նպատակը մեզ Եվրամիության ճանապարհից Դե խաղ ազնիվ չի, պարոն Բաբաջյան, մենք ասում ենք դուք մեզ հանում եք։ Այն իմաստով, որ Հայաստանը երկար ծանր գին է վճարել մինչև 2022 թվականը։ Մենք հետևողականորեն փորձել ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ խորացնել, դերևս հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում պատկերացրել ենք, որ մեր անվտանգությունը ի վիճակի կլինենք կազմակերպել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ը։ Դրանից հետո ամեն ինչ շրջվել է եւ Եվրամիության դիտորդները 2022 թվականի աշնանը կանգնել են հայ-ադրբեջանական սահմանին, սկզբից ժամանակավորապես, հետո մշտական կարգով ու մեծ, այսպես էսկալացիաներից մենք զերծ ենք մնացել։ Պլյուս մենք տեսել ենք եվրոպացիների կողմից անկեղծ Հայաստանին օգնելու, դիմակայուն լինելու, դիմադրողունակ դառնալու, մեր անվտանգության կարիքները հոգալու, մեր տնտեսական կարողությունները զարգացնելու պատրաստակամություն։ Մի բան, որ մենք չենք տեսել Ռուսաստանից, մենք հակառակը տեսել ենք, որ Ռուսաստանը միայն մի ռուս փորձագետ է զրկել է Հայաստանին, հա։ Եվ ասում էր, եթե հիմա Ադրբեջանը հարձակվի դες վրա, ես չեմ այդ փորձագետի ինձ հյուր էր մի քանի տարի առաջ, ես ասում եի կպաշտպանի Ռուսաստանը, մեզ ասում էր ոչ։ Հիմա նա ասում է, այո, Ռուսաստանը կմտնի պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ, եթե Ադրբեջանը հարձակվի վրա։ Տեսակ ուր ենք հասել։ Ընդհանրապես կարծում եմ, որ այս բոլորին, այո, այս բոլոր նախ Ադրբեջանի հարձակման վտանգ որպես այդպեսին այս պահին չկա։ Դրա համար են մեծ տնտեսական սպառնալիքներով եւ տնտեսական պատերազմներով հիմա ահաբեկում։ Ժամանակին Ադրբեջանը որպես բութ գործիք օգտագործվում էր ռուսների կողմից, այս պահին այդպիսի հեռանկար չկա։ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են պայմանավորվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ դա անհանգստացնում է ռուսներին։ Բայց այստեղ շատ էական հարցեր կան, որոնց մասին մենք պետք է խոսենք։ Ռուսաստանը ձգտում է առաջիկայում եվրոպական համայնքի կարևոր գագաթնաժողով կա։ Եվ դուք հասկանում եք, չէ՞, որ այս պահին օրակարգում Եվրամիության անմիջական անդամակցության հարց գոյություն չունի։ Ինչու են այդքան սրել վիճակը, որտեղ առաջիկայում շատ կարևոր այդ գագաթնաժողովը էականորեն փոխելու է Հայաստանի քաշը,
քաշային կարգը։ Եվ տարածաշրջանում Հայաստանը շատ Ինչի որակապես հաշվին է փոխելու։ լինելու է Եվրամիություն Հայաստան գագաթնաժողով, որտեղ շատ կարևոր հանձնառություններ են լինելու եվրոպացիների կողմից եւ Հայաստանը շատ կարևոր հայտարարություններ է անելու։ Եվ նրանց նպատակն է խափանել այդ գագաթնաժողովը եւ խափանել ընդհանրապես եվրոպական համայնքի գագաթնաժողովի հերթական այդ 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Երևանում։ Դա իրենց կարևոր, այսպես կարճաժամկետ նպատակն է։ Երկարաժամկետում իհարկե մենք այս պահին երկու առանցքային հարց ունենք՝ երկաթուղի եւ ատոմակայան։ Ատոմակայանի մասով ռուսների հետ այսօր որևէ բան քննարկել, տեսեք, երկու ատոմակայան են հիմա իրենք կառուցում, մեկը Իրանում, Բուշերից իրենք փախան Հայաստանի տարածքով դուրս եկան, մյուսը Ակույուն, օրինակ Թուրքիայում։ 2018 թվականից չեն կարողանում գլուխ բերել, որտեղ պատժամիջոցների տակ առ Ռոսատոմը իրենց հետ որևէ բան պայմանավորվել հեռանկար չունի։ Իրենք չեն կարողանում ատոմակայան կառուցել եւ շատ կասկածում եմ, որ ռուսները ուզենան, որ մենք ատոմակայան ունենանք, որտեղ ռուսները եւ նրանց գործընկեր օրինակ թուրքերը մշտապես, գիտեք, անհանգստություն են հայտնել Հայաստանում ատոմակայանի վերաբերյալ։ Եվ մենք պետք է կասկածամիտ լինենք, որ ռուսները կուզենան գլուխ բերել նոր ատոմակայանի կառուցում։ Հետևաբար պայմանավորվածությունները, որ մենք իրականացրել ենք ամերիկացիների հետ, պետք է առաջ մղել եւ մենք նոր ատոմակայանը պիտի կառուցենք։ Երկրորդ հարցը երկաթուղին։ Երկաթուղին ըստ էության տրիպը Հայաստանում կայունության, խաղաղության եւ անվտանգության կարևորագույն այսպես պայմանավորվածությունն է եւ ոչ պատահականորեն ռուսները որոշել են այդտեղ սրել դանակները եւ ընդառաջ չգնալ Հայաստանի այն ցանկությանը, որ եկեք պայմանավորվենք այս նախագիծը մեզ համար չափազանց կարևոր է, ճանապարհների ապաշրջափակում, փոխկապակցվածություն եւ դա իրականություն դարձնելու համար, որտեղ Ռուսաստանը խնդիր է առնվազն շահագրգիռ կողմերի համար, եւ Միացյալ Նահանգների համար, եւ Եվրամիության համար, եւ Հայաստանը կարծես հանձնառություն է վերցրել սեփական ուժերով այդ հարցը լուծելու, առանց կոնֆրոնտացիայի, առանց կոնֆլիկտի Ռուսաստանի հետ գնալ համաձայնության։ Դա ըստ էության չի ստացվում եւ կարծես թե առանց կոնֆլիկտի դա չի հանգուցալուծվելու, փառք Աստծո, որ գոնե երկաթուղին հայկական սեփականությունը եւ կոնցեսիայի ընդհանրապես կոնցեսիան չեղարկելու կամ այդ պայմանագիրը չեղարկելու այսպես ընտրության առաջ են կանգնելու, դա կլինի ընտրություններից հետո։ Իդեպ դա էլ Ռոբերտ Քոչարյանի վերջին նվերն է իր պաշտոնավարման ավարտից առաջ 2008 թվականի փետրվարին։ Ընդհանրապես ինչ որ կապված է խաղաղության հետ եւ տարածաշրջանի ապաշրջափակման եւ փոխկապակցվածությունների հետ, Ռուսաստանը այդտեղ իր համար խնդիր է տեսնում։ Եվ բնականաբար բոլոր այն նախագծերը, որոնք որ Հայաստանը պայմանավորվել է Արևմուտքի հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, որ կարող է առաջ մղել այդ օրակարգը, Ռուսաստանը դրան ուրեմն դեմ է կանգնելու եւ կանգնելու է այն ուժերով, որոնց ինքը համարում է յուրային եւ որոնք չեն մերժում եւ որոնք չեն էլ հերքում, որ իրենք հենց այդ գործառույթը ունեն։ Եվ բնականաբար այստեղ մեր վերաբերմունքն է չափազանց կարևոր։ Գիտեք, մենք անընդհատ խոսում ենք առաջիկա այս ընտրությունները ինչով են ճակատագրական։ Սահմանադրական փոփոխություններ։ Դրանք չափազանց կարևոր հարց են։ Մեր աչքի առաջ հիմա Լիբանանում տեսնում եք ինչ է տեղի ունենում։ Այդ հեռանկարը մեզ կարող է պատահել։ Ինչու՞։ Որտեվ Հայաստանը միջազգային գործընկերների հետ պայմանավորվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Դրա համար Հայաստանին պետք է սահմանադրական մեծամասնություն։ Ակնհայտ է, որ գործող քաղաքական մեծամասնությունը չի կարողանալու 65% հավաքել սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում։ Եվ եթե հնարավոր չի լինում սահմանադրական հանրաքվե անցկացնել, իսկ այդ որոշում պիտի ազգային ժողովում կայացվի։ Շատ լուրջ փորձության առաջ ենք մենք կանգնելու։ Ես ասեմ, որ Ալիևը թերևս եզակի առաջնորդներից է, որ կողմա որպեսի
մենք համանդրական փոփոխություններ չիրականացնենք։ Անընդհատ խոսելով համանդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ինչու՞, որովհետև եթե մենք չենք իրականացնում այդ համանդրական փոփոխությունները, եւ այդ հայտնի այսպես կոչված տարածքային հավակնությունը հիշատակող այդ դրույթը մեր անկախության հռչակագրում մեջ չի։ Այո, նախաբանում է, բայց մաս է սահմանադրության։ Ուրեմն դա լեգիտիմ հնարավորություն է տալիս Ալիևին մշտապես պատերազմի սպառնալիքը պահել իր գրպանում Հայաստանի նկատմամբ։ Ավելին, միջազգային մեր գործընկերների համար Հայաստանը ըստ էության не договороспособный երկիր է կամ պայմանագրունակ չենք ընկալվում այլևս միջազգային գործընկերների առաջ, որովհետև այդպիսի փաթեթ կա։ Խաղաղության այդ գործարքը, որ սեպտեմբերի 8-ին մենք կնքել ենք եւ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, մենք ասել ենք, որ մենք ունենք այդպիսի եւ կամք եւ հնարավորություն այդ փոփոխությունները անելու։ Ինչու նմանեցրի Լիբանանին։ Հզբոլահին զինաթափելու պատրաստակամություն եւ կամք հանդես բերեց գործող կառավարությունը Լիբանանի։ Մի տարվա ժամկետ ուներ դա անելու։ Չարեց։ Եվ այն ինչ հիմա Իսրայելը անում է, լրիվ լեգիտիմ է, որտեղ միջազգային դերակատարների մոտ Լիբանանը ստանձնել էր այդ պատրաստակամությունը, որ Հզբոլահը կմնա Լիբանանում բացառապես որպես քաղաքական սուբյեկտ։ Հիմա այս ուժերը, որոնք դեմ են, որ մենք այս փոփոխությունները իրականացնենք, այդ թվում նաև համանդրական հանրաքվեն, Հայաստանը ուզում են Հզբոլահ սարքեն։ Ուղղակի թիրախ սարքեն Հայաստանը։ Այ Ռուսաստանի միջամտությունը այլ բացատրություն ունի, ավելի պարզ, տեսեք։ Նրանք ասում են Եվրամիությունը ասում է կուղարկենք ինչ որ փորձագետներ ընդդեմ Ռուսաստանի։ Ասում են չեն թաքցնում։ Միջամտությունը։ Վենսը գալիս է ակնհայտ իր դիրքորոշումը հայտնում է ում շնորհիվ է, ոնց է, որ նրանք ասում են չհասկացանք։ Եթե արևմուտքը կարա գա սատարի, պաշտպանի, մարտիկ ուղարկի, ինչի մենք չենք կարա միջամտենք։ Իհարկե կարող են։ Եվ մեր խնդիրը դրան գնահատական տալն է, իդեպ Եվրամիությունը չի համագործակցում առանձին կուսակցությունների հետ եւ չի ասում սա իմ յուրային կուսակցությունն է, սա ոչ, սա ինքը համագործակցում է պետության հետ։ Դա հիմնավորապես փոխում է իրավիճակը։ Պետություն, որը կազմակերպում է ընտրություններ։ Պետություն, որը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել եւ լրատվական, եւ մեդիա, եւ նաեւ քաղաքական մյուս ուժերի սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծել։ Ռուսաստանի գործողությունները այդ հիբրիդային ամբողջ գործիքակազմը դրա մասին չի։ Շատ ավելի ուրեմն դեստրուկտիվ ապակառուցողական ուրեմն գործողություններ են, բայց ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք ավելի լուրջ վերաբերվեինք, որովհետև իրականում այն ինչ տեղի է ունեցել վերջին 30 տարիներին, այդ ընթացքում մենք ունեցել ենք ծանրագույն մարտահրավերներ հոկտեմբեր 27-ի տեսքով, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքով են վճարել նրա համար, ինչ այն ընտրության համար, որ մեր առաջ հիմա դրված է։ Մենք մարտի 1-ով ենք անցել, մենք դաժան զրկանքներ ենք կրել Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի ժողովրդավարական համակարգում պահելու համար։ Եվ այս պահին մեր առաջ հենց այդ ընտրությունն է դրված։ Եվ մենք սրան պետքա չափազանց լուրջ վերաբերվենք եւ այս իմաստով խաղաղությունը, որի մասին այսքան խոսվում է, մենք իրավունք չունենք կախված պահել մի քաղաքական ուժից, մի անձից եւ մի ընտրական ցիկլից։ Սա ամենամեծ ռիսկն է խաղաղության նկատմամբ։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք լայն կոնսոլիդացիա ապահովել խաղաղության եւ խաղաղության օրակարգը առաջ մղող պայմանավորվածությունների նկատմամբ։ Ես զարմանում եմ անկեղծ, պարոն Բաբաջան, դուք այդ եք ասում եք, որ պետքա ընդդիմության փոփոխություն լինի։ Այո, դա մեր
կարևորագույն այո։ Մենք օրինակ մեր ցուցակը Հիմա ես նայում եմ գործողություններին։ Մասնակցելու ենք Ռուսամետ ուժերը Պուտինի ասած ինչեր են անում։ Էլ ավտոբուսներ, էլ տրոլեյբուսներ, լավ տրամվա չկա, թե չէ էլ կանեին։ Այո։ Դե գիտեք այսօր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ ասում էր, որ գողերը, ավազակները, կոռուպցիոներները նրանց զրո ձայն։ Ես էլ ասում եմ, եթե այդպիսիք կան ընդհանրապես քաղաքական դաշտում կոռուպցիոներներ, գողեր եւ այլն, իրենք ինչ գործ ունեն քաղաքականության մեջ եւ ազատության մեջ։ Իրենք ցուցմունք տալու փոխարեն մասնակցում են ընտրարշավին։ Ցույցեր են անում, ընտրարշավ են անում, մարդկանց հետ են աշխատում, կոնտրարգումենտներ են բերում, միավորվում են, Գյումրի 2-3-4 են ուզում անում։ Ամեն ինչ զգում ենք, որ process է։ Ինչ եք անում դուք, արևմտամետ ուժերը։ Չկա միավորում, չկան քաղաքական գործողություններ, չկան մարդկանց հետ շփումներ, մտել եք Facebook եւ դուրս չեք գալիս։ Ինտենսիվ շփվում ենք մեր ընտրողների հետ, մենք մեր ստրատեգիան ենք։ Ինտենսիվ շփվում են ռուսամետները եւ իշխանությունը։ Իդեպ ասեմ, ապացույցներ կան, որ այդ շփումները նույնիսկ այտենց։ Այո, փողով, կոնկրետ 10 ավտոբուսով գնալ, մարդկանց տեղավորել, չէ, մենք չենք կարող, որտեղ այդպիսի փողեր չունենք։ Մենք ապորինի փողեր չունենք Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կարողությունները չունենք։ Մենք ավելի համեստ կարողություններ ունենք եւ մեր նպատակը Հայաստանը կազմաքանդելը չի եւ Հայաստանի պետականությունը չեղարկելը չի։ Մեր նպատակը պետությունը ոչ, մենք կընտրվենք։ Ինչպես։ Մենք պետության եւ ժողովրդավարության ամրապնդման օրակարգ ունենք եւ մեր նպատակը Հայաստանում ոչ թե իշխանափոխությունն է, որտեղ կարծում ենք, որ ժողովուրդը իշխանության հարցը լուծել է։ Մեր խնդիրը ընդդիմափոխությունն է եւ եթե մարդիկ ընդդիմադիր են կգնանք քվեարկեն ձեր ասած այդ 3 ուժերին, եթե ընդդիմադիր չեն կգնանք քվեարկեն իշխանությանը։ Նրանց, ովքեր մերժում են եւ նախկիններին եւ գործող իշխանությանը։ Մենք այդ այլընտրանքն ենք։ Մենք կարծում ենք, որ մենք լուրջ անելիք ունենք խորհրդարանում եւ հանուն հանրապետության կուսակցությունը պատկերացնում է իր անելիքը։ Մենք շատ հարցերում համաձայնություն ունենք իշխող իշխանության, ուրեմն իշխող կուսակցության հետ։ Բայց բազմաթիվ հարցերում, այդ թվում նաև ներքին, արտաքին հարցերում եւ արևմուտքի հետ հարաբերությունների խորության, եւ մակերեսի, եւ տեմպի հարցերում ունենք շատ լուրջ անհամաձայնություններ։ Այդ թվում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության, այդ թվում նաև Եվրամիության անդամակցության արդեն հայտ ներկայացնելու, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու։ Իդեպ զարմանալիորեն պիտի ասեմ, ես երեք եմ եկել Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգները տեմպը Հայաստանին հատկացվող ուշադրության չի նվազեցրել նույնիսկ այն ժամանակ, երբ որ Իրանում Իսրայելա-ամերիկյան դե ներքին, ուզում եմ ասել, քննարկումները եւ աշխատանքային այն նախապես սահմանված ռեժիմը, որը համոզված կարող եմ ասել, որ շարունակում է մնալ ուրեմն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգում։ Սա շատ կարևոր ուրեմն իրողություն է եւ դա ուզում եմ որ մենք արձանագրենք, որ նույնիսկ պատերազմը որևէ կերպ չի փոխել Միացյալ Նահանգների ծրագրերը տրիպի նկատմամբ եւ խաղաղության հասնելու այն նպատակի շուրջ, որի մոդերատորը եղել է Միացյալ Նահանգները։ Ու սա կարծում եմ Հայաստանի եւ ժողովուրդը եւ քաղաքական սուբյեկտները, որ առաջիկա ընտրություններում մասնակցում են, չափազանց կարևոր է, որ այդ պատասխանատվությամբ հանդես գան, որովհետև գիտեք, այս շատ կարևոր է, միջազգային հանրությունը պիտի այստեղ նաև պատասխանատվություն տեսնի քաղաքական դաշտի կողմից։ Հիմա վերադառնանք ելի Ռուսաստանի միջամտությունը, ես հասկանում եմ Պուտինը, բայց տեսեք, մենք ընդունեցինք օրենք, որ ընտրություններին անունով դաշինքներ չի կարելի կազմել։ Ես նախապես համաձայնեցված եմ ուժերի հետ, որ գան բանավեճի։ Հուսանք կստացվի երկուշաբթի օրը։ Բայց Զախարովան ասում է, որ մենք Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակում դնել ընտրություններին ուժերի անվանումների վրա։ Դե ես կարծում եմ այն ուժերը ում առնչվում է այս փոփոխությունը, չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակում։ Այդ ուժերը պիտի համարձակություն, այո, եւ առնվազն այդ ուժերը պիտի բարոյականություն ունենային
հրապարակավ Ռուսաստանին հորդորել չմիջամտել Հայաստանի ներքին ընտրական այս process-ին։ Բայց իրենք չունեն այդ խիզախությունը եւ այո, իրենց փոխարեն Պուտինն օրինակ քաղաքացիության հարց բարձրացնում Փաշինյանի մոտ հրապարակավ այդ կամերաների առաջ այսպիսի միջամտություն է արվում իրենց օգտին Ռուսաստանի արտգործնախարարության կողմից ու սա խոսում է ոչ թե ուժի մասին այլ լծակները ավելի կորցնելու Սալայովներից եւ Մարգարիտա Սիմոնյաններից պրծանք առաջ իրանք էին դե չգիտենք պրծել են հասկացան որ իրանք անելով միայն հակառակն բայց այն հերոստալիքները որոնք շարունակում են հերարցակվել հանրային մուլտիպլեքսում դրանք մտահոգություն են առաջացնում թեև այդ հաղորդումները չեն հերարցակվում անջատվում են բայց ընդհանուր քաղաքականությունը պրոբլեմա եւ կարծում եմ Հայաստանը պիտի նաեւ այդ քայլերին գնա եւ դա այն նաեւ հարցերից է որի շուրջ մենք ունենք անհամաձայնություն գործող իշխանության հետ եւ այս հարցերը ուզում ենք բարձրացնել եւ առաջիկայում խոշոր զարգացումներ են լինելու տեսեք Եվրամիությունը հիմա այս եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում շատ կարևոր հարցեր են քննարկվելու այդ թվում նաեւ անվտանգության առնչվող գիտեք հավանաբար որ Ֆրանսիան առաջարկել է միջուկային հովանոց ամբողջ եվրոպական միության տարածքի համար։ Եվ այս հարցերը քննարկվելու են եւ այս հարցերը իդեպ անհանգստացնում են Ռուսաստանին։ Հապկից եթե մենք դուրս ենք գալիս եւ մեր ուրեմն անդամակցության հայտն ենք ներկայացնում Եվրամիությանը չի բացառվում, որ մենք այդ հովանոցի նաեւ մասը դառնանք, որովհետեւ Հայաստանը ակնհայտ է, չէ, որ ուրեմն անվտանգության ինչ որ մի համակարգում պիտի գտնվի։ Ու այդ համակարգը շատ ավելի ընդգրկուն եւ Եվրամիություն եւ Եվրամիությանից անդին ուրեմն ռեգիոնները նաեւ ներառելու ու Հայաստանը պիտի այդպիսի ամբիցիաներ ունենա ու սա չի կարող Ռուսաստանին չանհանգստացնել այս հերանեկարը չի կարող չանհանգստացնել որովհետեւ հասկանում ենք որ նաեւ հապկի ապագան այսօր կախված է Հայաստանի որոշումից եթե Հայաստանը չի վերադառնում հապկը ընդհանրապես որևէ հերանեկար չունեցող մահացած միավոր է որովհետև կենտրոնական Ասիայի երկրները ընդհանրապես արդեն մոռացել են հապկի մասին իրենց ամբողջ տնտեսական եւ քաղաքական ու ռազմաքաղաքական ապագան իրենք այս պահին գծագրում են C5 Միացյալ Նահանգների հետ +1 այդ նախագծի շրջանակներում եւ դա չափազանց կարեւոր է եւ ասեմ որ Հայաստանի շրջադարձը իսկ մենք ինչ ենք արել հիմա բազմավեկտոր քաղաքականություն ենք հայտարարել եթե մենք սրանից հրաժարվում ենք եւ դառնում ենք ռուսական կցորդ մենք իրական թիրախ ենք մեզ դարձնում ամբողջ աշխարհի համար եւ նրանց համար ովքեր շարունակում են ատամներ կրճտացնել Հայաստանի նկատմամբ մեր բնական հակառակորդների նկատմամբ այս իմաստով հավաքական այդ պատասխանատվություն ասելով կարծում եմ որ մեզ խոհեմությունը չի խանգարի պատասխանատու գտնվել այն ճակատագրի առաջ որը մեզ բաժին է հասել եւ գործել բացառապես հանուն հանրապետության Շնորհակալություն ձեզ Մեր հյուրը հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր կհանդիպենք ցտեսություն